Բարև ձեզ։ Հրատապ կարգով մեր տաղավարից ուզում եք ահազանգ հնչեցնել Վարդան Ղուկասյանի կյանքին բարևոր իմաստով վտային է սպառնում, խնդրեմ անհրաժեշտ հաղորդել։ Հարգելի հայրենակիցներ, երեք դատական նիստի ժամանակ երկու շտապօգնության բրիգադ է ժամանել հակակոռուպցիոն դատարան եւ բուժօգնություն է ցուցաբերել պարոն Վարդան Ղուկասյանին։ Երկրորդ բուժօգնության ժամանակ հատուկ գրավոր ցուցում է նշել, որ պարտավորեն պարոն Ղուկասյանին տեղափոխել համապատասխան սրտաբանական բաժանմունք, որպեսզի ցուցաբերվի համապատասխան բուժօգնություն։ Մինչդեռ այս ցուցումը անտեսվել է ոստիկանության խմբի կողմից եւ ոստիկանության խումբը պարոն Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխելու փոխարեն տեղափոխել է նորից Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Ուրեմն Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ասեմ ձեզ, որ հնարավորություն գոյություն չունի, իսպառ գոյություն չունի պարոն Ղուկասյանին տրամադրել բժշկական մասնագիտացված բուժօգնություն, որը սրտաբանն է, էնդոկրինոլոգն է, նյարդաբանն է եւ այլ բժիշկներ։ Չկան որևիցե սարքավորումներ, որով հնարավոր կլիներ այդ պահի դրությամբ կանխորոշել, թե ինչ վիճակ է պարոն Ղուկասյանի մոտ եւ համապատասխան նաեւ բուժում նշանակել։ Հիմա այդ պայմաններում շարունակում են պահել պարոն Ղուկասյանին արդեն օրեր, ամիսներ շարունակ եւ ըստ էության պարոն Ղուկասյանը զրկված է բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Երեք ես դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու խնդրանքով, քանի որ պարոն Ղուկասյանի կյանքին եւ առողջությանը լուրջ վտանգ է սպառնում, մասնավորապես նրան չեն տրամադրում համապատասխան բուժօգնություն եւ պահում են այնպիսի պայմաններում, որոնք վտանգում են նրա կյանքը եւ առողջությունը։ Հիմնականում նաև այս իմ պահանջը ուղեկցվում է այնպիսի լուրջ փաստաթղթերով, որոնք տրվել են Արմենիա բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, բժիշկներ, որոնք հավաստել են իրենց ախտորոշումը իրենց կնիքով եւ ստորագրությամբ եւ ախտորոշման մեջ նշված են այնպիսի ծանր հիվանդություններ, որոնք ունեն բարձր ռիսկայնություն պացիենտի առողջության եւ կյանքի հետ կապված։ Հիմա այս ախտորոշումները առկա են, այս ախտորոշումների համաձայն պարոն Ղուկասյանը պետք է ճանաչվեր նրա կալանքը անհամատեղելի իր հիվանդությունների հետ եւ նրան շտապ պետք է ազատ արձակեին, բացի այդ երեք ցուցում եղավ նաեւ շտապօգնության բրիգադայի կողմից նրան տեղափոխել հիվանդանոց, բայց պարզվում է բոլորը անտեսում են այս ախտորոշումները եւ վերջին ախտորոշումը, որը տրվել էր շտապօգնության բրիգադայի կողմից եւ պարոն Ղուկասյանին շարունակում են պահել նորից բանտախցում եւ դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Այն դատավորը, որը պատասխանատու է, այսինքն ում վարույթում է գտնվում պարոն Ղուկասյանի կալանքի նաեւ այս գործընթացի վերաբերյալ վերահսկողությունը, այդ դատավորը տեղեկացված է այս ամբողջ իրողության մասին, բայց նույն այդ դատավորը, ում որ միջնորդեցին, որ նրան տեղափոխեն հիվանդանոց, փաստացի ընթերցեց շտապօգնության բրիգադայի եզրակացությունը, որ նրան պետք է տեղափոխել հիվանդանոց, բայց ի վերջո պարոն Ղուկասյանը ոչ թե հայտնվեց հիվանդանոցում, այլ հայտնվեց Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Հիմա ինչու են պարոն Ղուկասյանին պահում Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Ես համոզված եմ, որովհետև պարոն Ղուկասյանը անկախատեսելի եւ նաեւ միակներից է կրիստալապես մաքուր եւ իրենք վախենում են, որ պարոն Ղուկասյանի այս առողջական խնդիրները, որոնք հիմք են նրան կալանքից ազատելու, ապա ամեն ձևի խոչընդոտներ են ստեղծում, որպեսզի պարոն Ղուկասյանին կալանքից չազատեն, որովհետև եթե տանում են հիվանդանոց, հիվանդանոցում բժիշկները արձանագրում են խնդիրները եւ ասում են իրենց ախտորոշումները եւ նաեւ ցուցումները բժշկական օգնության, հիմա որպեսզի դրանք տեղի չունենան, պարոն Ղուկասյանին հետ են վերադարձնում Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Հիմա
տրվել է փորձագիտական եզրակացություն, որի տակ ստորագրել են 3 դատաբժիշկներ, ուրեմն 3-ից առնվազն 2-ը առողջապահության նախարարությունից չեն, բայց հիմա ես կարող եմ ասել, որ եւ առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը եւ այս առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Բաբայանը, ով Կամո Մանուկյանի այն հանրահայտ Կամո Մանուկյանի հիմնարկն է ներկայացնում, այս մարդիկ տեսեք ինչ են գրել։ Ուրեմն արկա առողջական վիճակով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը կարիք ունի ստանալու բուժումներ ժամանակ առ ժամանակ, ենթարկվելով նեղ մասնագետների, բժիշկների, ներզատաբանի, սրտաբանի խորհրդատվությունների ստանալ վերջիններիս կողմից կատարված բուժական նշանակումներ, ինչը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկության պայմաններում։ Ուրեմն երեք երեկոյան ես փաստացի, որ մեզ հայտնեցին պետք է գնանք հիվանդանոց, պարոն Ղուկասյանին հիվանդանոց են տեղափոխում, ես արդեն հասկացա, որ հերթական կեղծիքն է եւ ոչ թե գնացի հիվանդանոց, այլ գնացի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որովհետեւ համոզված էի, որ նրան տեղափոխել են նորից մեկուսարան։ Ինչ պարզեցի։ Շաքարը անկախ նրանից, որ այդ դեղորայքը նա ընդունում է, այդ տատանումը դեղորայքից հետո ընդամենը 1-2 նիշ է տևում, այսինքն 15 շաքար է արձանագրվում գլուկոզարյան մեջ, եւ այսօր ես գնացել եմ այնտեղ, շաքարը եղել է 14 ու քանիսեր։ Այսինքն այն պարագայում, երբ նա ընդունում է դեղերը, իսկ եթե չընդունի, ես չգիտեմ ինչ կարող է լինի։ Պուլսի հետ կապված, սա ես այդ շաքարի պարունակությունը արձանագրվում է, այնտեղ ոչ բուժկետ կա, ոչ բժիշկ կա, ոչինչ գոյություն չունի այդ քրեակատարողական հիմնարկում, բուժքույրն է արձանագրել սրտխփոցների հետ կապված, ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ պուլսը նորմայի մեջ է 60-ից 90-ը, ինձ բժիշկները կարող են բացատրել, օրինակ երբ արձանագրվում է մարդու մոտ 150-ից ավել պուլսի խփոցը, դա ինչ է նշանակում 1 րոպեում, ես գիտեմ, որ 1 րոպեում 60-ից 90-ն է նորմայի մեջ, սա ինչի նշան է, այդ շաքարային դիաբետի, այդ բարձր շաքարի պատճառով է այդպիսի պուլս, ես չեմ իմանում, բայց ես նաև գիտեմ, որ պարոն Ղուկասյանի այդ անոթները, որը պետք է սնուցում են իրականացնում դեպի սիրտը, նրանք փակված են, մեկը փակված է 90%, մյուսը 20% եւ ավելի, իսկ մյուսը 60 եւ ավելի, մոտ 65%։ Սա ինչ է նշանակում, երբ նա նաև ունեցել է ինֆարկտ, այսինքն այս պարագայում, որը սևը սպիտակով նշված է կառավարության որոշման մեջ, որ նման հիվանդություններով տառապող մարդը չի կարող կրել կալանք, քանի որ այս հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ, բայց մարդուն պահում են կալանքի տակ։ Եվ փորձագետները տվել են այսպիսի մի եզրակացություն, որ գիտեք ինչ, քրեակատարողական հիմնարկում ինձ Նաիրա Բաբայան, դուք եք ձեր քրեակատարողական հիմնարկում ներ այս զատաբան, այսինքն էնդոկրինոլոգ, սրտաբան, բժիշկներ ունեք, որպեսզի նրանց կողմից մասնագետ որպես բժիշկ ներզատաբանի կողմից պարոն Ղուկասյանը պարբերաբար ստանա խորհրդատվություն։ Այսինքն այդ ներզատաբանը այդտեղ գոյություն ունի, ընդհանրապես ես կարծում եմ բժիշկ գոյություն չունի, որովհետև ես բժիշկի այդտեղ, ով կբուժեր պարոն Ղուկասյանին, չեմ հանդիպել։ Ես հանդիպել եմ ընդամենը մի 2 բուժքույրի, որոնք բացի ճնշում չափելուց ոչինչ չեն կարող անել, դա ես նույնպես կարող եմ անել, այսինքն ճնշում չափելը դա դեռ բուժօգնություն տրամադրելը չէ։ Հետևաբար այս մասնագիտական բուժօգնությունները, որը գրված է այստեղ, որ դուք գրել եք եւ ստորագրել եք, 3 բժիշկ է ստորագրել Գագիկ Հարությունյան, Արման Թալանյան եւ Նաիրա Բաբայան։ Այս որ 3 բժիշկներով որ ստորագրել եք այս փաստաթուղթը,
ու գրել եք, որ այնտեղ այդ քրեակատարողական հիմնարկում դա հնարավոր է։ Այդ քրեակատարողական հիմնարկի, եթե չունի բուժմաս, ով պետք է ապահովի, ովքեր են այդ բժիշկները, որ այդտեղ հնարավոր է։ Թե ուզում եք նորից պարոն Սամվելյանի նման վարքագիծ դրսևորեք, ինչպես պարոն Սամվելյանը մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ 4-րդ աստիճանի երիկամային անբավարարությամբ, բայց 5-րդ կարգի անբավարարությամբ դուրս գրվեց եւ անցավ դիալիզի, այսինքն դուք ուզում եք կամ մարդուն սպանեք, ոչնչացնեք, ես հարցադրում եմ ձեզ ուղում, կամ հասցնեք այնպիսի վիճակի, որ մարդը օրինակ 34% հաշմանդամությունից դառնա 60%, 90% հաշմանդամության մարդ, սա է ձեր վարքագիծը, այսինքն այս ձեր գրածով դուք դա եք հավաստիացրել, սա իհարկե ես բողոքարկելու եմ եւ գիտեք ինչ ժամանակը այնպես է արագ ընթանում, դուք մի կարծեք, որ այն պատասխանատվությունը, որը դուք գրել եք այս փաստաթղթում, ձեզ չի հասնելու, դուք մարդու կյանքի հետ գործ ունեք եւ այս փաստաթուղթը, որը ձեր կողմից կազմվել է եւ ուղարկվել է դատավորին եւ դատավորն էլ անտեսել է այս փաստաթղթի մեջ նաեւ այն ախտորոշումները, սրանք չեն բողոքարկվելու են եւ այո ցանկացած մարդ ով ունի իր ներդրումը այսպիսի փաստաթղթեր կազմելու եւ պարոն Ղուկասյանին կալանքի տակ պահելու մեջ ապօրինաբար նրանք բոլորը կանչվելու են պատասխանատվության։ Հիմա ասեմ ձեզ նաև դատավորը ունի հատուկ վերաբերմունք գործի նկատմամբ եւ դա ակնհայտ դարավ երեք, երբ պարոն Ղուկասյանը իր առողջական վիճակով պայմանավորված նրան դատական նիստը ընդմիջվեց, նրան տեղափոխեցին խուց եկան բուժօգնություն իրականացնող շտապօգնության բրիգադան։ Այդ ժամանակ, երբ տեղի էր ունենում ընդմիջումը ավարտվեց, առանց պարոն Ղուկասյանի ներկայության եւ մասնակցության, դատավորը եկավ եւ հայտնեց դատարանին, այսինքն դատական նիստի ընթացքում կողմերին, ասեց մոտավորապես եմ բառեր ասում, միգուցե ամբողջությամբ ճիշտ չեմ հիմա ցիտում, ասեց դատարանի ինչ որ գործընկերները դատարանին ինչ որ տեղեկություն են հայտնել։ Այսինքն ես կարծում եմ այս դատավորը, որ դատարանի գործընկերները ովքեր են, դատարանը ինչ գործընկերներ պետք է ունենա, դատարանը անկախ է։ Այն դատարանը, որը քննում է այս գործը, որը ընթանում է պարոն Ղուկասյանի նկատմամբ, դատարանը պետք է լինի օրենքով սահմանված եւ Հայաստանի Հանրապետության սահմանված անկախ դատարան, ինչ գործընկերներ, ինչ տեղեկություններ, ինչի մասին է խոսքը, այսինքն դատարանը առանց պարոն Ղուկասյանի, ում նկատմամբ տեղի է ունենում դատավարություն, առանց իր մասնակցությամբ, ինչ որ հղում կատարելով իր գործընկերներին, եկել էր եւ հայտարարություն էր անում, ըստ էության այդ հայտարարությունում նա փորձում էր ինձ սպառնալ եւ նաեւ իմ նկատմամբ, իմ նաեւ մասնագիտական գործունեության վերաբերյալ կարծիք ձևավորել։ Այս դատավորի գործողությունների դեմ նույնպես ես ներկայացնելու եմ բողոք եւ այս դատավորը, որը նիստը նաեւ ընդմիջեց անորոշ ժամկետով նաեւ հետաձգեց առանց պարոն Ղուկասյանի ներկայության եւ առանց պարոն Ղուկասյանին համապատասխան ընթացքը հետևելով, որ ուր տարան, այս դատավորի դեմ ես նույնպես ներկայացնելու եմ բողոքներ։ Ես այսքան ուզեցա ձեզ ներկայացնեմ իրավիճակի վերաբերյալ, հաջորդիվ ես իհարկե ձեզ կներկայացնեմ բոլոր նաև տեղի ունեցող իրադարձությունները, որի մասին համապատասխան լուրը ձեզ կփոխանցվի, այսքանը։